Ինչ է կատարվում Վենեսուելայում և ինչու է սա կարևոր Հայաստանի համար։ Երեկ ԱՄՆ զորքը ռմբակոծություններից հետո մտավ Վենեսուելա, ձերբակալեց Վենեսուելայի նախագահ Մադուրոին և նրա կնոջը և նրանց արտահանեցին ԱՄՆ։ Նրան մեղադրում են հանցավոր խմբավորումներ ստեղծելու, թմրանյութեր արտադրելու, վաճառելու, ԱՄՆ ներկրելու մեջ և պատրաստվում են նրան դատապարտել ԱՄՆ-ում։ Թվում է, թե այս ամենը մեզանից շատ հեռու է և մեզ հետ կապ չունի, բայց եկեք բացատրեմ, թե ինչ է սրա տակ թաքնված և ինչ է իրականում տեղի ունենում և որոնք են վտանգները նաև Հայաստանի համար։ Բոլորին հայտնի է, որ աշխարհակարգը ներկայիս ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտից հետո, որը վերջին տարիներին մեծ վայրիվերումների մեջ է, քանի որ մի քանի դրվագներով այդ աշխարհակարգը խախտվել է։ Այս գործողությունով ի սկզբանե այդ աշխարհակարգի, ընդունված աշխարհակարգի վերջն է դրվում այն առումով, որ մի երկիր կարող է գրավել մեկ այլ երկիր, նրա նախագահին տանել իր մոտ, դատել իր կանոններով, վերցնել այդ երկրի կառավարումը իր վրա և նաև այդ երկրի նավթային ռեսուրսները։ Նշեմ, որ Վենեսուելան ունի աշխարհի ամենամեծ նավթային պաշարները և նախագահ Տրամպը ժամեր առաջ հայտարարեց, որ ամերիկյան նավթային ընկերությունները կկառավարեն այդ նավթային պաշարները և իհարկե զրույցի մեջ շեշտադրեց, որ դա տեղի կունենա ի օգուտ Վենեսուելայի ժողովրդի և նա հայտարարեց նաև, որ իրենք կկառավարեն նաև Վենեսուելան մինչև խաղաղ և ապահով իշխանության փոխանցում կիրականացնեն։ Սա տեղի է ունենում այն ամենի ֆոնին, որ երկրորդ անգամ նախագահ ընտրվելուց հետո Տրամպը բացեիբաց հայտարարում է Գրենլանդիան ամերիկյան դարձնելու մասին, բացեիբաց հայտարարում է Կանադան ԱՄՆ-ին միակցելու մասին, դարձնելով 51-րդ նահանգը, բացեիբաց հայտարարում է այլ երկրներում ԱՄՆ-ի ունեցած տնտեսական և այլ բնույթի հետաքրքրությունների մասին և չի խորշում օգտագործելու քաղաքական և այլ տիպի ճնշումներ իրենց ուզած այդ երկրներից ստանալու համար։ Այսինքն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները, որոնք կոչված էին աշխարհում իրենց իսկ կողմից ընդունված կանոններին հետևելու, իսկ այդ կանոններից գլխավորը այն էր, որ որևէ ուժեղ պետություն փոքրերին չպետք է ճնշի, չպետք է գրավի փոքրերին, չպետք է դրանց շահագործի և դրանց ռեսուրսները օգտագործի, ստացվում է, որ իրենք են հենց խախտում այդ կանոնները։ Հանուն արդարության կարող ենք արձանագրել, որ այդ Անվտանգության խորհրդի անդամ երկու երկիր՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը, արդեն իսկ մի քանի դրվագով խախտել են այդ կանոնները և ԱՄՆ-ը սրանով ցուցադրում է, որ ուժեղ պետությունները կարող են գրավել այլ պետությունների և իրենց կամքը թելադրել։ Եվ հետևաբար մենք լինելով մի փոքր պետություն, որը մխրճված է թուրքական աշխարհներում և տեղից էլ մեծ վտանգների մեջ է, քանի որ ունի իշխանություններ, որոնք չեն ծառայում հայկական շահերի և իմ համոզմամբ գտնվում են թուրքական օրակարգերի ներքո, էլ ավելի ենք մենք վտանգվում այս տարածաշրջանում։ Սա մեզ ավելի է հուշում, որ հայ ժողովուրդը օր առաջ պետք է համախմբվի ազգային օրակարգի շուրջ, ձևավորի ուժեղ կառավարություն, որը սկսի օր առաջ զբաղվել երկրի դիմադրողականությունը ուժեղացնելու, ռազմական հնարավորություններն ու կարողությունները և տնտեսական ներուժը զորացնելու։